կողմ ձեր նախընտրությամբ, պատասխանող կողմ ձեր նախընտրությամբ ներկայացրեք ձեր իշխանություն։ Հարգելի դատան, ըստ էության իշխանությունը ամփոփել է դիրքորոշում ներկայացության մեր փաստաթղթի մեջ, ես դատարանին դա ներկայացնում եմ գրավոր, կից կատարական բարոյթից վերցված նյութեր են գծում, որոնք նաև էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել են այդ որ կողմի, նաև գծում են այդ ուղարկման մասին ապացույցը։ Այսինքն այս նա դիրքորոշում է, բայց նաև ուղարկել է իրեն, ուղարկել է մաքսի 6-ից։ Սա հիմա մենք ձեր ներկայացած միջնորդությունը չենք քննարկում։ Միջնորդություն ենք քննարկում, միջնորդության վերաբերյալ դիրքորոշումն եմ հայտնում, այսինքն բացատրություններ, փաստարկներ են, միջնորդության վերաբերյալ։ Միջնորդությունը չներկայացնենք, այո, դա նոր դրասն, խնդրեմ։ Հարգելի դատան, նկատում եմ միջնորդություն եմ ներկայացնում, բայց հիմա ինչ որ պետք է խոսեմ, գրավորել եմ, բանից դատարան։ Շատ խնդրեմ։ Սա էլեկտրոնային եղանակով ուղարկել եք նաև կից թղթերով, այո, նայեք այդ վերջին հատվածում երևում, այդ կից թղթեր են երևում, ուղարկել են նաև փետրվարի 6-ին ժամը 10:52-ին ուղարկել։ Այսինքն դատական նիստից հետո ես ուղարկել եմ։ Շատ ստացման վերաբերյալ ինչ-որ հավաստում կա, թե Հարգելի դատան, փոստային են հասցել, որը նշվեց, նաև իր կատարական վարույթի նյութերի մեջ կար, այդ հասցել ուղարկել է։ Ընդ որում այս նյութերի միանքել ունեն կատարական վարույթի նյութերը։ դիրքորոշման մասին է խոսքը ըստ էության, նյութերը։ Դա դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ, այո։ Այո, ըստ էության անշատ բացված, թե չէ նույն Շատ խնդրեմ, սկսեք։ Հարգելի դատարան, ուրեմն նախ մենք երբ որ ներկայացրեցինք այցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը, չունենք հայցադիմումը, չունենք դատարանի որոշումը, բնականաբար որոշակի հետևություններ անելով մենք այցի ապահովման միջոց կիրառելու բոլոր հիմքերին ենք անդրադարձել, բայց հետո տեսանք, որ դատարանը մեկ հիմքի վրա է կառուցել իր որոշումը, դրա համար այստեղ մենք հենց այդ հիմքի մասով ենք խոսում։ Իսկ միջնորդությունը վերաբերում է բոլոր հիմքերին, դրա համար այս մեկ հիմքի մասին խոսում։ Ուրեմն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի 2-րդ մասի առաջին կետը սահմանում է, որ այցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե բացակայում են կամ վերացել է 50 օրենսգրքի այցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը։ Քանի որ օրենսգիրը գնում է այն կանխավարկածից, որ դատարանը այցի ապահովում կիրառելու փուլում կարող է բնականաբար որոշ տեղեկատվությունների նաև չտիրապետել, որովհետև դա կատարում է միակողմանի ակտի հիմնավորը, ECBA-ի մենք այդ որի փաստարկներ ունենում եւ prima facie այդ կանոնի համաձայն նախնական կարող է գնահատական անել եւ կիրառել, ուստի օրենսգիրը նաեւ այդ հիմքն է տալիս, որովհետեւ բացակայում են հիմքերը։ Եվ հիմա մենք ներկայացնում ենք, որ բացակայում են հիմքերը։ Առաջին, սույն վեճը յետակա չէ դատարանի քննության։ Հարգելի դատարան, ուրեմն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության 16 առաքելական սուբյեկտի հարաբերության մասին 2-րդ հոդվածի, Խղճի ազատության կրոնական կազմակերպությունի մասին օրենքի 17-րդ հոդվածի կանոնադրումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյան առաքելական սուբյեկտի ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։ Պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքի համապատասխանող գործունեության ներքին կյանքին։ Եկեղեցու ինքնակառավարման հարցերով մարդու իրավունքների եվրոպական դատարանն է ձևավորել նման դիրքորոշում։ Հետևաբար չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու ներքին հարցերով առաջացած վեճը։ Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ ամենայն հայոց կաթողիկոսի եկեղեցական պաշտոնի ձգել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ հայցը ներկայացրել է Արման Վարուզեի Սարոյանը։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126 հոդվածը առաջին մասի առաջ կետը սահմանում է դատարանը մերժում է հայցադիմի ընդունում, եթե գործը յետակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։ Երկրորդ, առկա չեն հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը։ Ինչպես արդեն նշեցի, դատարանը հայցի ապահովման միջոցը կիրառելիս գտել է, որ նման միջոց չստեղծելը կարող է էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնողին, իսկ վնաս է համարել ոչ նյութական վնասը համաձայն քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ մասին։ Դատարանը խախտել է այս նորմի պահանջը նաև հետևյալ փաստարկմամբ։ Առաջին, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածում չի կարող խոսք գնալ ոչ նյութական վնասի մասին։ Ավելին,
Դատարաններ կիրառելով ֆինանսական միջոցներ եւ գործունեության հետ կապված միջոցներ չէր կարող դրանով համարժեք ապահովում տրամադրել ոչ նյութական վնասի վերացման հարցին։ Երկրորդ, քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 4 մասի համաձայն ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Այս նորմի պայմաններում դատարանը պարտավոր է նաև ցույց տալ, թե որ օրենքն է պաշտոնից զրկվելու հարցը համարում հոգևոր տառապանք, որն էլ կարող է հատուցվել։ Հետաքրքիր է, որ դատարանը նոր ինստիտուտ է փորձել ներմուծել էական ոչ նյութական վնաս։ Ինչ մեխանիզմով եւ գործիքներով է չափել դատարանը, որ ոչ նյութական վնասը էական է։ Երբ այն համարում էական, որ պարից։ Դատարանի կողմից ոչ նյութական վնասի նման բարձր հանգամանք տալու նախադեպը նույն ստանդարտն է պահանջելու նաեւ քաղաքացիական դատարանության օրենսգրքի 130 հոդվածում նշված հակընդդեմ ապահովում պահանջելու հարցում։ Հակընդդեմ ապահովում պահանջելուց մարտի դատարան ստացվում է նույնպես մարդկասային ոչ նյութական վնասն ապահովելու համար, չգիտեմ, բնակայական գումար ասեք թող դեպոզիտ վճարել։ Հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը ծաղկում այն դեպքում, երբ դատարանի մոտ ողջամիտ կասկած է ձևավորվում, նման միջոց չկիրառելու բացական հետևանքների սուն գործի դեպքում հետագայում կայացած դատական ակտի կատարման դժվարության կամ մնացության կամ իշխանության ներկայացում էական վնաս հասնելու վերաբերյալ։ Նման կասկած կարող է ձևավորել միայն հայցի ապահովում կիրառելու հիմքերի վերաբերյալ հիմնավոր փաստարկներ ներկայացված լինելու դեպքում։ Նշված է ենթադրվում է, որ հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելիս այցվորը պետք է ներկայացնել ոչ միայն հայցի ապահովում կիրառելու քաղաքատորի 128 հոդվածի առաջ մասով սահմանված հիմքերը, այլև հիմնավորներ առնեն, թե ինչ հանգամանքների ուժով կարող են առաջանալ հայցի ապահովում կիրառելու հիմքերը։ Այսինքն հայցվորը ում կատարելով հայցի ապահովման միջոցի էությունը բնորոշող հոդվածին պետք է նշի նաև դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներ եւ ցույց տա հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի եւ դրանց առաջացումը պայմանավորող փաստական հանգամանքների պատճառահետևանքային կապը, ռիսկերը։ Հայցի ապահովման միջոցների կիրառման հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվառնել նյութական դատավարական օրենսդրության ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր սկզբունքները, մասնավորապես հայցի ապահովման միջոցների կիրառման դատական ակտի իրական կատարման ապահովումը, հայցի ապահովման միջոցների կիրառման միջնորդություն ներկայացնող անձի վնասների կանխումը, հայցվորի նյութայրավական պահանջի եւ քաղաքացիական դատավարական ապահովման միջոցների միջև կապի եւ համաչափության պահպանման անհրաժեշտությունը։ Սահմանադրական դատարանը 20 թվականի նոյեմբերի 24-ի կայացված թիվ ՍԴ 1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են պրիմա ֆեյս հայցագնի հիմնավորվածությունը դրամական պահանջների դեպքում, որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում, գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը, գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դեպքերում։ Երրորդ, դատարանը դուրս է եկել վեճի առարկայի սահմաններից։ Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու դեպքում կաշկանդված է այդ միջոցի բովանդակությամբ հաստատելով եւ սահմանելով։ Այսպես, դատարանը ըստ էության կիրառել է քաղաքացիական դատարանության օրենսգրքի 129 հոդվածի առաջ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերում նշված միջոցները։ Դրանք են պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարելն արգելելը, պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարելը պարտավորեցնելը։ Որոշակի գործողություններ արգելելը պատասխանողին հասկանել այդ միջոցի բովանդակության հասցեատվոջ տեսանկյունից, թե այդ միջոցն ինչպես վեր նշվում է կիրառելի չէ։ Մինչդեռ այլ անձանց որոշակի գործողությունների կատարումը եւ պատասխանողին ու այլ անձանց որոշակի գործողություններ կատարելը պարտավորեցնելը կարող է կիրառվել միայն վեճի առարկային վերաբերող մասով, այսինքն միայն տնօրինության մասով։ Դատարանը դուրս է եկել այս սահմաններից։ 4. Հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջի։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 3-րդ մասի համաձայն հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջի եւ հայցի ապահովման պետականվող նպատակին։ Հայցվորը դատարանից խնդրել է տնօրինություն անվավեր ճանաչել, որն այս պայդրությամբ գործող տնօրինություն է եւ արդեն իսկ առաջացրել է իր հետևանքը, այսինքն հայցվորը չի հանդիսանում հայ առաքելական սուտ եկեղեցու մասյացօրինի թեմի առաջնորդ։ Այս պարագայում դատարանը որպես հայցի ապահովման միջոց պաշտոն չունեցող անձին ըստ էության լիազորել է կատարելու այդ պաշտոնի գործառույթները, որոնք մեծ մասամբ կրոնական հոգևոր նշանակություն ունեն։ Ընդ որում դատարանը փորձել է նաև ֆինանսական գործառույթներ կատարելու իրավունք շնորհել հայցվորին, որի իրավունքը վերջինս չունի։ Հայցվորի օրինական շահերի եւ պատասխանողի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռությունը պետք է ապահովվի միջամտության համաչափությամբ։
Համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու այս կամ այն հանգամանքներում համաժողովության ապահովումը կիրառվող միջոցների և դրանց կիրառման պետապնդող նպատակի միջև, համարժեք արձագանքելով որևէ իրավիճակ։ Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է 3 տարրերից՝ պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն։ Այսինքն, գործադրվող միջոցները պետք է միաժամանակ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։ Համաչափության սկզբունքի այս պահանջը, համաձայն որի հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ միջնորդությամբ ներկայացված օրենքով սահմանված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին։ Եթե պիտանի միջոցները մեկից ավել են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտ է։ Իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից այն միջոցը, որ առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդող նպատակին։ Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկող միջամտության և հետապնդող նպատակի միջև։ Հետևաբար, այցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին։ 5. Այցի ապահովման միջոցը խոչընդոտում է կազմակերպության գործունեությանը։ Քաղաքացիական դատավարության հարուսանին ուղղված 4-րդ մասի համաձայն իրարվող այցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման։ Դատանի կողմից կիրառված այցի ապահովման միջոցներն ուղղակիորեն խոչընդոտում են հայաստանյան առաքելական սուբյեկտի գործունեությունը մասնակցությունների թեմին։ Դատանի տրամադրած կատարական թերթի հիման վրա արտադիր կատարումն ապահովող ծառայությունը բանկերում խոչընդոտներ է ստեղծել հաշիվների սեփականատեր իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հայ առաքելական սուբյեկտի համար, ընդ որում մասնակցությունների թեմը չունի իրավաբանական անձի կարգավիճակ և հանդիսանում է հայաստանյան առաքելական սուբյեկտի առանձնացված ստորաբաժանումը։ Իսկ ներկայացվող արտադիր կատարողի կողմից բանկերին ուղղված գրությունների և Հայցվոր Արման Սարոյանի գրություններից պարզ է դառնում, թե ինչ անառողջ վիճակ է տիրում մասնակցությունների թեմում։ Թեմի բոլոր եկեղեցիների խաղաղ խոչընդոտվել է հայաստանյան առաքելական սուբյեկտին կրում է իրական վնասներ։ Բացի այդ, դատավորի կիրառած այցի ապահովման պատճառով քրեական հետապնդում է հարուցվել հայաստանյան առաքելական սուբյեկտի Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների նկատմամբ։ Ավելին, հարկադիր կատարողը հողում կատարելով կատարական վարույթի մասին օրենքի 43-րդ հոդվածի դրույթներին իրականացնում է ամենայն հարուստ կատողությունների լիազորություններ։ Դատանի կողմից այս ապահովումը չվերացվելու դեպքում դատավորն ապագայում կրելու այս ողջ վնասների իրավական և բարոյական պատասխանատվությունը։ Ասեն ունի աշխատավարձի վճարման, հարկային մարմնի հարկերի վճարման պարտավորություններ, քաղաքացիական իրավական այլ պարտավորություններ, որոնք չեն կարող կատարվել դատանի որոշման պայմաններում։ Հայցվորը չի զբաղեցնում եկեղեցական պաշտոն, և մինչև դատանի կողմից վճիռ կայացնելը, եթե դատանը գտնվում պետք է ակնհայտ անօրինական այցը բավարարի, չի կարող որևէ ֆինանսական գործառույթ կատարել։ Հետևաբար, դատանի կիրառած այցի ապահովման միջոցներն էական խոչընդոտներ են ստեղծում հայ առաքելական սուբյեկտի մասնակցությունների գործունեության համար և հանգեցնելու են հայ առաքելական սուբյեկտի աշխատակիցների հարկային մարմնի ու անձանց նկատմամբ պարտավորությունների խախտումների։ 6. Հայցվորը չի հանդիսանում եպիսկոպոս։ Հայ առաքելական սուբյեկտի կանոնության 37 հոդվածի համաձայն Սա ոնց-որ նոր հիմք է, արդեն ինժեներությունից դուրս է։ Այո, սա նոր հիմք։ Մեջ բերում երկրորդ մասը կանոնության, ծայրը պարագան վեհապար հայրատիվ տնօրեն է կարգազրկում։ Ամենայն այս կարգավորկոսի 2701-26 թվականի 77 հայրատիպական կանոնության հիմքով և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հռչակվել է կարգալուց և կոչվել է դասս աշխարհականած Արման Սարոյան Ավազանի անունով։ Այցի ապահովման միջոցներն աշխարհիկ անձին ուշքում են իրականացնել հոգևոր կարգավիճակ ունեցող անձին բնորոշ գործողություններ, որն անդրադառել է ուղիղ միջամտություն հայ առաքելական սուբյեկտի ներքին գործերին։ Վերոնայից ելնելով միջնորդում ենք այցի ապահովման միջոցները լրիվ վերացնել։ Հարգելի դատարան, իսկ ներկայացված նյութերով ակնհայտ է դառնում, որ դատանի կիրառած այցի ապահովման միջոցների հիման վրա հարկադիր կատարման ծառայությունը այսօր կառավարում է մասնակցությունների թեմը։ Ավելի մեր տեղեկություններով արդեն ֆինանսական գործարքներ է կատարվել բանկերից մեկը։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ։ Պատկերացնենք դատարանը արդար է գտնվում և գործի վարույթը կարճում է կամ այցը մերժում է։ Դուք պատկերացնեք, ստացվում է, որ իրավական, ոնց ասեմ, հանգամանք չունեցող անձը բանկից հայ առաքելական սուբյեկտի ֆինանսական միջոցները ուղղել է տարբեր ուղղություններով։ Սրա հետևանքները պատկերացնեք ինչ է կատարվել։
Այսինքն ստացվում է մարդը ինքը չունի այդ պաշտոնը, տնօրենությունը երբ որ կայացվել է արգելի դատարան, այդ փաստը արդեն, մինչև դատարանը անվավեր չամանել տնօրենությունը, որը մենք կարծում ենք չի կարող, բայց տեսականորեն դատարանի տրամաբանությամբ ենք, եթե անվեր չանշ, այդ պահից կամարվի անվավեր, այդ մարդն այդ պաշտոնի վերականգնված, դա ճանաչողական ակտ է։ Եվ այդ պահից այդ մարդը կամարվի, այսինքն դատական ակտի կատարման դժվարություն չի կարող առաջանալ, որտեղ ճանաչողական հայց են ակտվել։ Հիմա, բայց եթե դատանը մերժեց, ստացվում է, որ այս անձը, Արման Սարոյանը, այս ընթացքում ինքը բանկային գործակներ է կատարել։ Եվ դա էլ է դատանի որոշման հիման վրա։ Եվ սա վերաբերյալ շատ լուրջ խնդիրների։ Եվ հիմա մենք ուղղակի մեր միջնորդություն ներկայացնելով դատանի խնդրում ենք վերացնել այս հայցի ապօրինը։ Որտեղ եթե դատարանը ինչ-ինչ պատճառներից ելնելով, եւ հավատացեք մենք գիտենք ինչ-ինչ պատճառներ։ Ինչ պատճառներ։ Արգելի դատարան, մենք ունենք հիմնավոր կասկած, ձեզ բացակ չենք հայտնում, բայց դուք չեք գործում ձեր անկախ կամքով։ Մենք այդպիսի կասկածներ ունենք, որ դուք չեք գործում ձեր անկախ կամքով, որովհետև ձեր անկախ կամքով գործելու դեպքում դուք հայցաբերումով վարույթ չեք ընդունի, որովհետև չի կարող հայ առաքելական եկեղեցու ամեն հայ կաթողիկոսի տնօրինությունը հոգևոր պաշտոն նշանակելու, ազատելու հարցում դատական վերահսկողությունն է։ Դա միետներն են բազմաթիվ անգամ դրա մասին խոսել։ Դա ուղիղ մեր օրենսդրության մեջ է գրված։ Ես մի օրինակ էլ բերեմ, պատկերացրեք հիմա նոր երկու հայցեր են ներկայացրել Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Տախմազյանը ձեր դատարանում։ Եվ հիմա վիճակում են իրենց կարգադրույց հռչակելու տնօրինությունները։ Եթե պատկերացրեք, դատարանը կարողանա վերահսկել եկեղեցու ներքին կյանքը, որ ուղիղ արգելված է, եւ օրենքը ասում է արգելվում է եկեղեցու, ասում պետությանն է արգելվում միջամտել եկեղեցու ներքին կյանքի։ Պետությունը իր բոլոր իշխանության թևերով։ Տեսեք, պատկերացրեք, մի այսպիսի օրինակ բերեմ, որ պատկերացնեք աբսուրդ է ամեն ինչի։ Պատկերացրեք մի քահանա դեմ գնալով բազմադարյա հայ առաքելական սուրբ եկեղեցու դավանաբանական թեզերին լրիվ վերծվողական տեսակետ է ընդունում։ Եվ այդ պայմանով դրան կարգադրույց է հռչակվում։ Եվ գնում է դատարան, այդպիսի մեծ գործը ես հիմա կանցկացնեմ, զուգահեռը կանցկացնեմ։ Տեսեք, գնում է դատարան, մի խելոք մարդ խորհուրդ է տալիս գնալ դատարան, դատարանը մի աթեիստ դատավոր, որ ընդհանրապես Աստծուն չի հավատում, աթեիստ մարդ է։ Եվ այդ մարդը որոշում է, որ քահանա ճիշտ է, աթեիստ է, թե աթեիստ է, բացատրեմ, ասեմ ինչ կապ ունի, որտեղ աթեիստ մարդը չի կարող խորանալ հոգևոր նրբությունների դաշտ, եթե իր համար Աստված գոյություն չունի, այդ մարդը ուրիշ կերպ է մտածում։ Դա ասում է, եւ օրինակ սխալ եք արել, որ քահանան ազատել եք եւ վերականգնում հետ։ Դատավորի կրոնական համոզմունքները ինչ էական են այս բառը։ Հարգելի դատավոր, Դատավորի օրենքով այդ օրենքը ձեր առջև դուրը փակում է մտնեք եկեղեցու ներքին կյանք, որտեղ միայն կրոնական է։ Դե դրանից խոսեք։ Դրանից եմ խոսում։ Եվ դրանից չէի խոսել, թե դուք այդ արետը չտեք դրանից խոսել։ Դուք եք այդ դուրը բացել։ Այդ Պանդորայի ակը դուք եք բացել։ Սա ձեզ ասեմ, պատմական մի բան եք արել, հարգելի դատարան։ Վստահ եղեք, ապագայում այս ձեր արածը դառնալու է պատմական քննարկման առարկա։ Դուք շատ մեծ պատմական բան եք, սխալ եք դուք տվել։ Այդ ընթացքը երևա դուք։ Երևա, ես դες խոստանում եմ, որ դուք դա համոզվելու եք դրան։ Դրա մասին համոզվելու, ես դες խոստանում եմ։ Դուք համոզվել եք, որ դուք պատմական սխալ եք տվել։ Բացելով դուր, որ իրավունք ունեք բացել։ Դուք մտել եք եկել, հիմա նայեք, Արկադի կատարող իրան դրել ամենահայց կաթողիկոսի տեղը։ Լուրջ եմ ասում։ Ինքը Արկադի կատարողի գործողությունները ինչ կապ ունի դատանի որոշման հետ։ Դուք նրան, տեսեք, մարդ ասում է, տնօրինությունը անվավեր ճանաչեք, դուք հոգեկան տառապանքեր ստացեք, դուք իրեն հոգեկան տառապանքը վերացնելու համար ասում եք գնա ֆինանսական գործարք կատարեք։ Այդ ինչ կապ ունի, ես կարող եմ բացատրել։ Ինչ կապ ունի, այսինքն մարդ հոգեկան տառապանքը փող ծախսելով լուծվում է, վերանում է։ Ինչու եք նման անհամաչափ հայցիական միջոց կիրառել։ Որն է դրա նպատակը։ Հոգեկան տառապանքը ստանան, դրան ուրիշ լուծում տալ։